Սիրիերուս տադիտողներ մենք արդեն հյուրասրահի հատվածում ենք, ինչպես նշեցինք, մենք ունենք շատ շնորհաշատ մի երիտասարդ, մի փոքրիկ երեխա, ով արդեն իր կյանքի ընթացքում այս շարունակում է ունենալ բազմաթիվ հաջողություններ, ինչպես տեսնում եք մեր սեղանը լի ու բոլ է, այսպես ասած առատ է մեր սեղանը։ Հիմա պետք է սիրով ներկայացնենք մեր այսօրվա հյուրերին, Սյուզաննա ներկայացնում։ Այսօրվա մեր հյուրերը Կոմիտասի անվան արվեստի դպրոցի երգչախմբի եւ վոկալի ուսուցչուհի Արմենուհի Ներկարյանն է եւ արվեստի դպրոցի, ինչպես նաեւ Սպիտակի աշխուհական դպրոցի սան Արամե Ղուկասյանը, ողջունում ենք ձեզ։ Ողջույն։ Ինչպես եք։ Շնորհակալություն։ Սկսենք նախ այս հրաշալի փոքրիկը ինչպես ստացվեց, որ եկավ, սկսեց ձեզ մոտ սովորելը եւ նրա հաջողությունների մասին մենք դեռ խոսենք։ Ինչ պատմեք նրա մասին։ 5 տարի առաջ համերգից հետո ինձ մոտեցավ իր հայրիկը, իր ձեռքը բռնած շատ փոքրիկ, նայում եմ ավելի կարճահասակ էր, հիմա մի քիչ ձգվել է, հա, եւ խնդրեց լսել։ Լսեցի։ Սկզբում տպավորությունը այնքան էլ չէր եւ երևի չգիտեմ հոգնած է ինչ, այդ ժամանակ տուն ուղարկեցի։ Բայց իրանք համառորեն նորից մոտեցան երկրորդ անգամ եւ ես լսեցի նորից եւ սկսեցինք փորձնական։ Սկզբում փորձնական փուլ անցանք եւ իրեն մոտ ստացվեց։ Քիչ այդպես առաջ գնացինք եւ ստացանք այն, ինչ որ հիմա արդեն ունենք։ Մի հոյակապ կատարող երեխա։ Արամե ջան, ո՞նց ստացվեց, որ զգացի դու ուզում ես երգել եւ ով էր քո առաջին, այսպես ասած, որ քեզ ուղղորդի դեպի երաժշտություն։ Հայրիկս եւ մայրիկս սկզբում այդքան էլ չէի հասկանում երգից, ընթացքում սկսեցի սիրել, երբ երգում եմ ամեն ինչի մասին մոռանում եմ, նույնիսկ դասանելուց չեմ զգում ոնց եմ սկսում երգել, դա իմ մեջ երգը շատ եմ սիրում, էլի։ Քանի տարեկանից ես արդեն հաճախել, հա, Կոմիտասի անվան մշակույթի տուն, խոսենք այդ տարիներից։ 8 տարեկանից այդ վաղտ 3-րդ դասարան էի, հայրիկս եւ մայրիկս ինձ տարան, ինչպես ընկեր Արմինեն նշեց, սկզբում այդքան էլ չէի կարողանում երգել։ Բայց զգացիր, որ կարող ես հետագայում։ Ցանկություն է եղել երեխայի Հիմա մոտ։ Արամեն 12 տարեկան է եւ արդեն ունի բազմաթիվ հաջողություններ։ Հիմա սկսենք ամենամեծ գավաթից, հա։ Որտեղից ես։ Որտեղ ես ստացել այս Սա գավաթը։ արխաբլոգին է, բլոգից եմ ստացել, որը տեղի ունեցել Արնո Բաբաջանյանում, իսկ այն երկուսը ստացել եմ Հանդես Production-ից, որի կազմակերպիչն է Արման Կարապետյանը, երկուսի ժամանակ ներկայացրել ես այս բոլոր մեդալները եւ գավաթները ստացել եմ ազգագրական եւ ժողովրդական երգեր երգելով։ Ավելի շատ Ժողովրդական եւ ժողովրդական։ ազգագրական, չէ՞։ Ո՞րն ես ավելի շատ սիրում, ժողովրդական թե ազգագրական։ Երկուսն էլ շատ եմ սիրում, բայց մի տեսակ ազգագրականը ավելի շատ եմ սիրում։ Ավելի հոգեհարազատ եք ես։ Մենք իհարկե կլսենք եթերի ընթացքում քո կողմից գեղեցիկ կատարումներ, նաև ունես մեդալներ, կա արդյոք տարբերվող մեդալ կամ գավաթ, որը քեզ համար առանձնացող է եւ դա ավելի շատ է սիրում, քան մնացածը։ Ճիշտն ասեմ, արխաբլոգի այս մեծ գավաթը ավելի շատ եմ Ես էլ սիրում։ սա կընտրեի, գիտես չէ՞, Հրապարակային որ ընտրություն չունես կատարելուս։ Ես բարձրապես պետք է վայելեմ։ Փաստորեն այս մեծն ես դու ավելի շատ սիրում։ Իսկ այստեղ ունես բավականին արդեն պատվոգրեր, հա, խոսենք դրանց մասին նաև։ Օրինակ, սա ստացել եմ Զվարթնոցի փառատոններից։ Դու ես ցույց տամ, որ մեր հեռուստադիտողներն էլ տեսնեն ինչքան շնորհաշատ էր Զվարթնոց, հրաշալի մրցույթ Որտեղ կատարել է միայն Կոմիտասներ եւ արժանացել է երկրորդ կարգի եւ հետո առաջի կարգի դիպլոմներ։ Քրիստինա Ղուկասյանն է գրում, Աստված քեզնից ոչինչ չի խնայել հրաշք, դա քեզ է վերաբերվում, Արամե ջան։ Շնորհակալություն։ Դու եւս կարող ես ողջունել նրանց։ Այո, եւ մեր հեռուստադիտողներ, ովքեր որ ցանկություն ունեն ողջունելու հարցեր մեր հյուրերին, կարող եք գրել։ Արամե ջան, մենք դեռ քեզ կանադառնանք ընթացքում, հիմա խոսենք ձեզ հետ։ Դուք նաեւ երգչախմբի ղեկավար եք։ Այո։ Դպրոցում քանի տարվա պատմություն ունի եւ որքանով է ապահով այսօր մեր երգչախմբային արվեստը։ Իմ երգչախումբը արդեն 34 տարի է ես պարապում եմ երգչախմբին, բավականին արդյունքներ ունենք,
մրցանակներ, բազմաթիվ մրցույթների միջազգային մասնակցել ենք, երկրորդ տեղ, երրորդ տեղ ունենք, չորրորդ էլ ունենք, բավականին հրավերներ եւ արտերկրից իհարկե ֆինանսի պատճառով մենք չենք կարողանում դուրս գալ երկրից, Հայաստանի ներսում գրեթե բոլոր տեղերը մենք մասնակցել ենք, վերջերս է մասնակցեցինք համազգային մեր հայկական Վահան Տեր Գևորգյանի կողմից կազմակերպված, որ անցկացվեց Էջմիածնում, երեխաների հոյակապ ելույթ ունեցան, արժանացավ Արամեն մեդալի, ես արժանացա, տնօրենը արժանացավ մեդալի, երգչախումբը շնորհակալագրերի, ունենք նորից ծրագրեր, տեսնենք ոնց կստացվի։ Մենք անդադ պրպտում ենք եւ ուզում ենք առաջ գնալ։ Ինչ ծրագրերի մասին է խոսքը, եթե ինչ փակագծերի փորձել, ինչ եք ծրագրում այս տարի կամ հասարակ դպրոցի հետ կապ։ Ես հիմա ուզում եմ երեխաներին չեմ թաքցնում, որ մենք շատ ենք օգտագործում հոգեվոր երգերը, եւ ես իրեն ստանում եմ բոլոր մեր եկեղեցիները Հայաստանում, ինչքան որ հնարավոր է։ Հիմիկվա առաջիկա մեր խնդիրը մենք ուզում ենք գնալ Հորոմայրի վանք, Օձունի եկեղեցին, այնտեղ բավականին շատ փառատոների ենք մասնակցել, երկի կոմիտասին նվիրված։ Առայժմ դա։ Շատ լավ, հիմա խոսենք նաև այն մասին, որ այսպեսի մի օրինակ պիտի բերեմ, որը մի քիչ կոպի կարող է հնչել, բայց դա իրականում այդպես է։ Այսօր մեր երկարվեստը դասական երաժշտություն, ինչպես նաև հոգևոր, այսինքն այդ ոլորտը, այդ դասական հոգևոր լողում են հոսանքին հակառակ։ Այսինքն հիմա այնպես է ստացվել, որ ուրիշ տեսակի երաժշտությունը ներխուժել է մեր իրականություն եւ ինչ անել, ինչպես պայքարել դրա դեմ, որպեսզի պահպանվի հայկականը եւ ազգայինը։ Մենք պայքարում ենք, կոնկրետ ես անմիջապես օգտվում եմ միայն հոգևոր եւ դասական երաժշտությունից։ Այլ հարց է, որ մեկ-մեկ անհատ կատարողներին ժողովրդական երգերել եմ սովորեցնում, բայց իմ ռոպագանդան դա ես շատ հանրակրթական դպրոցներում եմ ելույթ ունեցել, մեր կենտրոնական գրադարանում, պատկերասրահում, բոլոր տեղերը, Ստեփանավան, շատ եւ միայն ռոպագանդել եմ մեր մաքրեմաքուր դասական երաժշտությունը, թե վոկալի աշակերտների եւ թե երգչախմբի միջոցով։ Շատ լավ, հիմա Արամեն երգի չէ՞ մի փոքր։ Հա, քո սիրելի երգը ո՞րն է Արամեն։ Ցանկանաց երգ։ Կոմիտասի Հայաստանը դասական է եւ ժողովրդական կարող երգել, հորովել է բոլորից հայտնի։ Երկուսն էլ երգելու ես։ Որը ցանկանում ես նայել երգի։ Հիմա երևի սկսենք կոմիտասից, թե։ Հայաստան։ Լսում ենք։ Հայաստան երկիր դրախտավայր դու մարդկայնոց հեղիս օրան դու եւ բնիկ հայրենիք Հայաստան Իվեհանուն սիրտի մոհույշ ոգևորին օրխախույս Իվեհանուն սիրտի մոհույշ ոգևորին օրխախույս Եվ անցկարյաց իքես հուսամի քեզ հույսի միայն Հայաստան Հայաստան Հրաշալի կատարում, հրաշալի ստեղծագործություն, այստեղ բազմաթիվ ողջույններ եւ շնորհավորանքներ կան, հիմա ես սիրով ընթերցեմ, գրում են Նունեն, մեռնեմ ձենիդ իմ Արցախցի հպարտեմ քեզնով, Արցախցի նշել է Արցախցի, ինչ կապ ունես դու Արցախի հետ, մի քիչ դրա մասին էլ խոսենք։ Իմ հայրական կողմը Ղարաբաղից է,
Դե Լավ է, ուրեմն կապը շատ մեծ է Արցախի հետ։ Լուսինե Մանուկյանն էլ գրում է պարտությունն ես մեր, ինչպես նաև գրում է Կամո Համբարձումյանը, հրաշք, լավ տղա, բոլորը քեզ հրաշալի խոսքեր են ասում։ Կարեն Ղուկասյանը գրում է բրավո իմ հրաշք տղա, Արմինե Խորոմսիմյանը գրում է Արամեջյան քեզ մեծ բեմեր եմ ցանկանում, Իրինա Աղեկյանն էլ է գրում քեզ մեծ բեմեր տաղանդավոր տղա, ինչպես նաև այստեղ բազմաթիվ սմայլիկներ, ողջույններ, սրտիկներ։ Այո, էլի ունենք, մենք սիրով Շատ շատ են հաղորդագրությունները։ Կանադառնանք Արաբեջան երկեցիր Հայաստան։ Արդյոք համար բարձր չէր դա, որովհետև ձայնի տեմբրը շատ բարձր, այսպես ասած, եւ քո տարիքին համապատասխան էր դա արդյոք թե ոչ, ինչ ես կարծում։ Տարիքին համապատասխան է ուղղակի մի փոքր ձայնս հիվանդ է։ Այդքան էլ չկարողացա լավ ներկայացնել երգը։ Շատ լավ ներկայացրեցին, մենք մեզ բոլորից դուր եկա։ Հայաստան երգում էր, ինչ էր զգում Հայաստանի մասին երգելիս։ Մեր հողն ու ջուրը այն հողերը, որ խլել են մեր ձեռքից Մասիսը եւ այլն մեր հողերը։ Հայրենասիրությունն է խոսում երեխայի մեջ, որը այսօր պարտադիր է, դա պետք է լինի մեր իրականության մեջ, այսպիսի հրաշալի երեխաներ պետք է մեր ազգը շատ ունենա, նաև խոսենք ձայնի պահպանումից, հիմա 12 տարեկան է։ Իրեն մոտ արդեն սկսվել է մուտացիոն շրջանը, աշխատում ենք սահուն, քայլ առ քայլ իջեցնել, որպեսզի վնաս չպատճառենք իրեն ձայնալարերին։ Առայժմ նորմալ ստացվում է։ Շատ լավ, նաև խոսենք միջոցառումներից, որը բնականաբար վերջին 2 տարում հայ ազգի գլխին ինչ ասես չեկավ, այսպես կարելի ասել, միջոցառումների պակաս կա եւ ինչպես վերադառնալ նորից բնականոն կյանք եւ ինչ անել, որպեսզի ունենանք նորից մշակութային միջոցառումներ, որովհետեւ իրականում պասիվությունը զգացվում է։ Հիմա շատ բարդ է, պանդեմիան էլ դրան խոչընդոտեց իհարկե, բավականին 1 տարին քիչ չէ արդեն բոլորը դրանից դուրսվում են։ Կեփ պայքարել։ Եվ դրան ավելացավ պատերազմը, ամեն դեպքում մենք ուսուցիչներս, գրեթե ես քաղաքի մասշտաբով կարող եմ ասել, բոլորս փորձում ենք հայրենասիրաբար նվիրումով կատարել մեր աշխատանքը, մեր սաներին տալ այն, ինչ որ իրանք պակաս ունեն, որպեսզի չզգացվի այդ պակասը, ինչքան հնարավոր է։ Ես անձամբ այդպես եմ առաջ գնում եմ կարգախոսը, որ ամեն ինչ երեխաների համար, հանուն երեխաների, հանուն մեր ապագայի։ Այո, դուք շփվելով այսքան երկար տարիների երեխաների հետ, լինելով անկավարժ ուսուցիչ, ինչու՞ չէ նաև երկրորդ ծնող երեխաների համար, ինչ կարող եք ասել, արդյոք ապահով է մեր այսօրվա երիտասարդությունը, ապահով ձեռքերում եւ ինչ են դառնալու երեխաները։ Մենք ունենք շատ բավականին լավ երիտասարդներ։ Չեմ ասի, ճիշտ է, բավականին ժամանակակից դարում ենք ապրում, տեխնիկայի դարում ենք ապրում, բայց մենք ունենք ոսկե երիտասարդություն։ Թեկուզ այն բոլոր 18 տարեկան բոլոր այն երիտասարդ տղաները, որոնք անձնվիրաբար են մասնակցել այդ պատերազմներին եւ ամեն ինչին։ Հոյակապ մշակույթում ունենք բավականին էլի երիտասարդ երեխաներ, մարդիկ, որոնք չեն ընկճվում, ուզում են անդադ շարունակեն եւ իրենց փորձով, իրենց գործով մյուսներին օրինակ ծառայեն։ Հիմա դու փոխկապը մի փոքր ասկում, որտեղ չխանգարում է Արամեջան։ Շատ լավ, հիմա նաև խոսենք քեզ հետ, ինչպիսի ուսուցիչ է քեզ համար ընկերներ Կարաջյան։ Շատ լավ, նա ինձ միշտ բացատրում է ոչ միայն երգի մասին, այլ նաև կյանքից է դրվագները պատմում։ Ընկեր Արմինեն մի քիչ համառ է եւ եթե ինչ-որ մի բան սխալ եմ անում, պայքարում է, որ ես միշտ ճիշտ անեմ, իմ հետ շատ է աշխատում։ Ես շնորհակալ եմ իրեն եւ իմ մյուս ուսուցչուհուն Աշուղ Սահանուշին, իրեն շնորհիվ է, որ ես կարողանում եմ երգել, ունեմ այսպիսի մեդալներ, որոնք շատ են, այսպես նույնիսկ խճճվել են, մենք մի ժամ էլ փորձում ենք։ Փորձեցինք առանձնացնել, բայց չստացվեց այդպես է։ Իսկ արդյոք դասերից հետ չի խանգարում երաժշտությունը, հա? Որովհետև նաև հաճախում ես դպրոց եւ զբաղվածությունը իհարկե մեծ է լինում այդ։ Բայց պետք է պայքարել, որ ինչ-որ մի բանի հասնել։ Ես փորձում եմ պայքարել եւ իմ դասը չեն տուժում։ Ճիշտ է, ծանրաբեռնվածությունը շատ է, բայց աշխատում եմ։ Շատ լավ։ Աշուղական դպրոց էլ ես գրում, ինչպես հասկացանք, աշուղական, դու երգեցիր Հայաստանը,
Եվ քեզ համար որն է աշխուղական երաժշտությունը եւ ավելի շատ դասական, հոգեվոր ու աշխուղական, ոնց ես կարողանում համատեղել այդ երկուսը միասին։ Եվ իհարկե ձայնային տարբերություններ էլ կա դրանց մեջ, խաղերի տարբերություններ էլ կա։ Քո մոտ ստացվում է արդյոք։ Այո։ Մի փոքր դժվար է, գնում եմ աշխուղական, հետո գալիս եմ դասական։ Մի փոքր դժվար է, բայց դե կարողանում եմ էլի։ Անցումների մեջ է հա դժվարությունը։ Որ դասական երգում ես, հետո աշխուղական երգում են, մի փոքր դժվարանում ենք, բայց դե աշխատում եմ, որ բոլոր ժանրերն իմանամ էլ։ Բացի երգերաշտություն, այլ նախասիրություններ ունես, ինչ ես սիրում բացի երգելը։ Սիրում եմ ճամփորդություններ։ Ունես սիրելի քաղաք։ Որն է։ Ֆրանսիա։ Ֆրանսիա։ Կուզենայես հայտնվես Ֆրանսիայում։ Մեծ թեմերից արդեն ելույթ ունենաս։ Շատ լավ խոսեցինք նաև ճանապարհորդության մասին նշեց երեխա։ Հիմա արդյոք կազմակերպվում են երեխաների հետ, թեկուզ ուխտագնացություններ, Այո, ես ասում եմ, մոտակա ժամանակ ունեմ Հորոմայրի վանք, այնուհետև կգնանք Հարիճավանք։ Հարիճավանքը ելույթով կգնանք, Հորոմայրին ուղղակի ուզում եմ իրանք որպես էքսկուրսիա եւ ծանոթանալ մեր տեսարժան վայրերին, ծանոթանալ նրանց պատմության հետ։ Շատ լավ, հիմա Արամեն մի անգամ էլ կերքի, եւ տեսնենք ինչ է երգելու այս անգամ։ Հիմա Հորովելը կցանկանամ երգել, իմ սիրած երգերից մեկն է։ Հորովել։ Սիրով վայելում ենք ես։ Հորովել։ Հորի լորի լորոն լորի ջան լուսը բացվեց բարին բացվեց եզը Ինչի համար էլ այս ամեն ինչը տրվեց երեխային։ Հորովել հայ ժողովրդի աշխատասիրության, աշխատանքի մասին։ Իմ սիրած երգերից մեկն է։ Քո սիրած երգերից մեկն է եւ արդյոք դու երգերուց տեսնում ես այդ պատկերը, որ մարդիկ աշխատում են այն ժամանակ հողի հետ։ Հորովելը, այո։ Կարևորը դա է։ Կա նաեւ երրորդ պատ հասկացողություն, չէ՞, որ երեխաները բեմ են դուրս գալիս, ուսուցչի նպատակը եւ կարելի ասել նաև պարտականություններից մեկը պետք է որ դասավանդի սովորեցնել երեխային թե ինչպես չտեսնել դահլիճ, այսինքն լինել բեմում, բայց չտեսնել դահլիճը։ Դա արդյոք սովորեցվում է երեխաներին եւ ասող չեն վախենում նրանք բեմից։ Սկզբում երբ փոքրիկ են լինում, մի քիչ վախենում են, բայց պետք է կարողանան ձերբազատվել այդ զգացմունքից, լինեն իրենց մեջ եւ կարողանան մատուցել այն, ինչ որ սովորել են։ Ու այնպես մատուցեն, որ դեմինը ընդունի եւ գնահատի։ Արամեի մոտ դա ստացվում է։ Շատ լավ։ Փոքր մի քիչ վախենում էի, ամաչում էի։ Հիմա չեմ վախենում, ոչ էլ հուզվում եմ, որովհետև արդեն 5 տարի է ինչ երգում եմ բեմերի մեծամեծ բեմեր եմ ունեցել եւ չեմ հուզվում։ Փառատոնների շատ եմ մասնակցել։ Իսկ ինչ երազանքներ ունես, հա? Պատմես քո երազանքների մասին նաև։ Ես ցանկանում եմ դառնալ մեծ երգիչ, հայտնի երգիչ, որպեսզի կարողանամ իրականացնել իմ մյուս երազանքը, օգնել անտուններին, կենդանիներին, մարդկանց եւ այլն։ Տեսնես ինչ։ Բարեգործ ես ուզում դառնալ։ Բարեգործ իսկական արվեստագետ մեր էկրաններին, ձեր էկրաններին այս պայծրությամբ ապագա մեծ մարդն է, ապագա արվեստագետն է եւ նրա ուսուցչուհին, որի համար իհարկե շնորհակալ ենք, որ այսպիսի շնորհաշատ երեխաներ ունենք մեր կայսպային։ Հիմա Տիկին Ներկարարյան, Արամեի ծնողները ձեզ համար փոքրիկ անակնկալ են պատրաստել։ Ես ուզում եմ այստեղ խնդրում եմ հենց այս պահին տաղավար բերել այն ինչը որ մտածել են որպես շնորհակալություն, որպես այս ամենին պատասխան, երախտիկի խոսք, այո, սա ձեզ են հանձնում Արամեի ծնողները, խնդրեմ ցավերցրեք։
Եվ շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ, իսկ ինչ կցանկանաք մաղթել դուք մեր հեռուստադիտողներին եւ առասարակ որ ցանկանում եք։ Ես կցանկանամ մաղթել բոլորին առաջին հերթին համբերություն, կամքի մեծ ուժ, որպեսզի կարողանան դիմադրել եւ պանդեմին եւ այս հետպատերազմյան շրջանը։ Բոլոր ուսուցիչներին, որպեսզի իրենք շարունակեն նույն ձևով, նույն ոգով, պարապեն իրենց սաներին, մեծ բեմեր են բոլորին մաղթում եւ իհարկե առողջություն։ Շնորհակալություն։ Արամե ջան, դու ինչ կցանկանաս ասել մեր հեռուստադիտողներին։ Ես կցանկանամ բոլորին առողջություն, ուրախություն, բոլորը իրենց մասնագիտության մեջ հաջողություններ ունենան, բոլորի երազանքները կատարվեն։ Թող չլինեն վատառողջ կամ առողջ, բոլորը թող լինեն առողջ, իրենց երազանքներին հասնեն։ Շնորհակալություն, ապրեք, շնորհակալ ենք մենք։ Սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ հիշեցնում ենք մեր տաղավարում մեր Արամե Ղուկասյան, չէ՞, ճիշտ է։ Այո, Արամե Ղուկասյանը եւ իր ուսուցչուհին Արմենուհի Ներկարարյանը, շնորհակալություն ենք հայտնում եւս մեկ անգամ։ Լավ մնացեք, ձեզ նորանոր հաջողություններ ենք ցանկանում։ Հաջորդ անգամ որ գաս, այնպես լինի, որ մենք չերևանք, չնայած գիտենք որ սրանք մի որոշ հատվածն են, մի որոշ չափն են, էլի դու ունես մրցանակներ եւ պատվոգներ։ Լավ մնացեք, իսկ դուք գնացեք Ֆորտունայից, սիրելի հեռուստադիտողներ, մենք կհանդիպենք, սիրում ենք ձեզ եւ անպայման կհանդիպենք։